1 տարի արդեն իսկ գործում է GG տաքսին, տաքսի on-line ծառայություն մատուցող կազմակերպությունը։ Մենք արդեն 1 տարի է ներկայացնում ենք տրանսպորտի նախարարությանը, որ դա ապօրինի ձեռնարկատիրություն է իրականացնում GG տաքսին, ներգրավելով պարզապես Հայաստանի քաղաքացիներին, շահույթ հետապնդելով ամեն պատվերից, բայց չհասկանալով, որ նրանք փաստորեն նա դրդում է եւ այսօր նույնը Yandex-ն է իրականացնելու մեր քաղաքացիներին ապօրինի ձեռնարկատիրության։ Հետագայում ցանկացած ժամանակ հարկային մարմինները կարող են մասսայական բացահայտել ապօրինի ձեռնարկատիրություն։ Այսինքն ինչպես տաքսի սերվիսները, որոնք լիցենզավորվում են տարեկան պետուրք վճարելով, ամեն վարորդին ներգրավելով իրենց մոտ հարկային մարմիններին տեղեկացնում են որպես աշխատավոր վարորդ 25,000 որպես աշխատավարձ վճարում են եկամտային հարկ եւ 10,000 դրամ արտոնագրային վճար։ Այսինքն տաքսի սերվիսներում բոլոր վարորդները, ովքեր ներգրավում են աշխատանքի, վճարում են ամեն վարորդի համար 35,000 դրամ։ Հիմա համեմատություն ենք մենք տալի եւ նրանք դիսպեչերական ծառայություն են մատուցում։ Անհատ վարորդները անձնական մեքենաներով վարում են առանց պատվերների ծառայություն են մատուցում քաղաքացիներին։ Այսօր GG տաքսին ավելի մատչելի սակագնով չի կարողանում աշխատի։ Այսինքն այդ նույն 500-600 դրամը մինիմալ, որը մենք այսօր ունենք քաղաքում, դրանից պակաս ինքը չի կարողանում աշխատի, որտեղ դա էլեմենտար հաշվարկն է, որը բերում է նրան հաշվարկ արած տասնյակ տարիներ, որ դա է բերում մի որև այն կարգավիճակի, որ կարողանում են գոյատևել եւ անհատ տաքսու վարորդները եւ տաքսի ծառայությունները։ Հիմա նույն տաքսի Yandex-ը, երբ որ հայտարարություն է անում, որ 2 կիլոմետրը նա քշում է 200 դրամով, եւ ուրեմն հետագա ամեն կիլոմետրը 100 դրամով, դա բերում է նրան, որ հա, սակագները իջնում է եւ դա ժողովրդին ինչ որտեղ ձեռնտու է։ Ես եթե լինեմ պատվիրատու, ինձ ձեռ կտա։ Բայց ես որպես այս ոլորտի ներկայացուցիչ, որը աշխատում է արդեն 10-ից ավելի տարի ես աշխատում եմ, ես գիտեմ, որ այդ սակագնով, որը որ առաջարկում է տաքսի Yandex-ը, չի կարա ինքը գոյատևի։ Հանուր ամսական վճարում եմ 380,000 դրամ հարկ։ Վճարում ենք վարկեր, վճարում ենք հարկեր, խայտարակ ձևի հարկեր, լիցենզիայի գումար, կապի գումար տարեկան 200,000։ Նրանք ինչ են անելու, ոչ մի բան, միջնորդ կազմակերպությունը հավաքում են անհատ տաքսի տաքսիներին, որոնք ասենք այդ նույն $1,000-ով, $500-ով առած ավտոներին, քան որ արտաքին տեսքը լավ է, պատվեր են տալի, գումար են տալի, այսինքն իրանք մոնոպոլիա են ստեղծում, որպեսզի մենք բոլորս փակվենք։ Մենք 15 տարի չարչարվենք, աշխատենք, ստեղծենք տրանսպորտ, քաղաքացիներին ասենք սպասարկելու համար, նրանք գան, ասենք, sense ինչ որ առանց հարկ, առանց ոչ մի բան, դա մրցակցություն չի։ Մենք իրանց հետևից չենք հասցնի։ Ստիպված ինչ պետք է անենք, պետք է փակվենք։ Մենք որ փակվեցինք, այսինքն վարկերը սկսեցինք չվճարել, հարկերը սկսեցինք չվճարել, գիտեք, դա չի հարկադիր, ոչ մի ինչ չունենք կկորցնենք։ Սենց գոնե էլի մի քանի ընտանիք ապրում է։ Ես ուղղակի հələ տենց ինչ որ գիտեք, հələ շոկի մեջ եմ, հələ չեմ կարող ընկալեմ ինչա կատարվելու, էլի, ասենք, չեմ կարող հասկանամ այդ Yandex տաքսիի վերջը ինչա լինելու։ Նու GG-ն պարզ է արդեն։ Նրանք միջնորդ են գալիս, պատվեր են տալիս, իրենց 100 դրամ ամեն պատվերից աշխատում են։ Հələ միտեղ էլի ձեն չհանեցինք, մտածեցինք լավ, ահագին մարդիկ իրենց սեփական մեքենաներով տաքսի ծառայությունը կոնկրետ ունի մի ֆիրմայի մեքենա, ասենք Toyota ունի, Opel չի վերցնում, դա այն մարդն էլ պետք է աշխատի, այն մարդն էլ գնացել է GG-ի համար մեզ ռազլիշնի է, Opel կլինի, Toyota կլինի, այնքան որ տեսքը տեղել լինի, դա ընդունում է, էլի մարդիկ աշխատում են, էլի նույն մեր հայ ժողովուրդը, նույն մեր քաղաքացին էլի մի 2 կոպեկ աշխատում է, ասում ես դե ոչինչ հիմա թող աշխատի, մենք մի քիչ մեզ նեղություն ենք տվել, պատվերներ չունենք, բայց էլի յոլա գնում ենք։ Հիմա մի հատ էլ Yandex տաքսի գա, Yandex տաքսի էլ գա, մենք էլ կփակվենք, այդ նույն GG-ն էլ կփակվի։ Անունը ինչ եղա, որ 1000 հոգի սոված նստեն, ինչա մի հոգի աշխատի, տենց չի կարելի։ Թող լիցենզավորվեն։ GG տաքսի ծառայությունը գիտեք, քանի հատ տաքսի ունի, քանի հատ մեքենա է աշխատացում։ Գիտեք, մտեք GG site, GG site-ում գրած է։ Ես մի ամիս առաջ մտել եմ, այն ժամանակ գլուխ էր գով, որ արդեն 500 հատ մեքենա ունի։ Այդ 500 հատ մեքենայից հարկային ծառայություններին ինչքան է ավելի շուտ ուրիշ ձևի ասեմ։ Մեր զինվորներին ինչքան է գումար վճարել։ Մեր զինվորին, մեր բանակում կռվող զինվորին ինչքան է փող վճարել։
Այսինքն պետական բյուջե փող տվել է Yandex-ը կամ Yandex-ը չէ, GG-ին, այն on-line-ը եւ մնացած այդ մի երկու հատ 3 հատ կա այդպիսի սերվիսներ փող տվել են պետության բյուջե փող տվել են այն աշխատողից որ տաքսի է քշում այդ մարդու եկամտային հարկը արտոնագրային վճարը մուծել են պետության բյուջեն թե չէ ես 2003 թվականից աշխատում եմ մեր սերվիսը մեր ծառայությունը 2008 թվականից լիցենզավորել են ամեն տարի 200,000 գումար ենք տալիս չգիտեմ ինչի համար նա չգիտեմ էլ ինչ 200,000-ը տվել է թե չէ ռեկլամ արել մեր պատվիրատուներին անձամբ մեր պատվիրատուներին հեռախոսով երևի զանգել երևի ես իմ ինչեր են խոստվել այդ GG-ին մեր պատվիրատուների տարել մնացել ենք 4 համակ նստած մենք միջինը ամեն մի տաքսի մեքենայի միավոր մեքենայի համար ինքը պետք է բյուջե վճարի 30,000 դրամ ամենակիչը 30 կոպեկ վճարել է այդ 500 հատ ամիսը 500 անգամ 30,000 ինչ անում ակնհայտ է որ այս խաղացողը դաշտում մոնոպոլիզացման նպատակ է հետապնդում, որտեղ պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ նման սակագներով աշխատել երկար մինուսով դա անիմաստային հնարավոր չի։ Եվ մրցակցային կանոնների կոպիտ ոտնահարում եւ մոնոպոլիզացիայի խնդիրն այս պետությունը առաջին շահառուն է նման բիզնեսի դեմ դուրս գալու, որտեղ առաջինը ինչն է նկատելի մեզ համար անկառավարելի բիզնես է սա։ Ոնց նա մեզ որ տեսանկյունից հնարավոր չի վերահսկել, կառավարել, տեսնել, շոշափել կամ ինչ որ մի ձև մոնիտորինգ անել։ Դրա համար հերագա մեր վերլուծությունները կամ դատողությունները թույլ են տալիս ասել, որ նաև սակագին առաջարկվող նայելով 1-2 կիլոմետրը 100 դրամ։ Սա նաև լուրջ մարտահրավեր է այսօրվա գործող այս մարշրուտ երթուղային գծերին, որտեղ մարդիկ կնախընտրեն որակյալ մեքենայով 1-2 կիլոմետր անցնել 100 դրամով, քան թե 100 դրամ տալ ինչ-որ մի այսօրվա գործող անորակ այս ուղևորափոխադրումների սպասարկման համար։